Սիրով ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, հարազատներ, բարեկամներ, ընկերներ եւ աշխարհով մեկ սփռված հայեր ջան։ Այսպիսի գեղեցիկ տեսարանով էլ ձեզ այսօր ողջունում եմ։ Արդեն օրը կեսօր է, ժամը 2-ն է։ Տեսակ արդեն թե ինչ ենք պատրաստում։ Կոֆեն դրել ենք, բերել ենք պատշգամբ, այսօր որոշել ենք կոֆեն պատշգամբում խմել։ Եթե ցանկություն ունեք, դուք էլ դրեք, միասին խմենք։ Սա մեր կոֆեն։ Չեմ մրսում, որովհետև տաք է այսօր դրսում, +3։ Արդեն ձույնն ինչ որ մնացել է տանիքում, հալվում է կամանց, եթե տաք լինի, արդեն ձույնն է լավ նստել է։ Սիրելիներս, որոշեցի դուրս գամ ձեզ հետ, խոսեմ, բարևեմ, ողջունեմ, հալուքեֆներդ հարցնեմ, ինչպես եք, ես լավ եմ, տրամադրությունս լավ, ուրախ, իսկ հաստատ գիտեմ, որ դուք էլ եք լավ։ Կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ ձեր բարի մաղթանքների համար եւ ձեր ջերմ գրառումների համար։ Իմ լավ բարեկամներ։ Իսկ հիմա ցույց եմ տալի, թե ձույնը հալվել է, ինչքան ջուր է կուտակվել։ Կոֆեն խմենք, վերջացնենք, գնանք ներս։ Այսօր որդիս մեզ համար պատրաստում է խոզի թարմը մսով խորոված։ Սիրով հետևենք, տեսնենք ինչպես է պատրաստում։ Սիրելիներս, հեռուստացույցով Աստծո խոսքն եմ դրել։ Մենք լսում ենք, դուք էլ լսեք, լցվեք Աստծո սիրով եւ Աստծո խոսքով։ Խոզի միսը կտրատեց, վերջացրեց որդիս, հիմա էլ կտրատում է մաքրած կարտոֆիլը, կարտոֆիլի խորոված էլ պետք է անի, խոզի մսի հետ։ Մեկ է ձեռնոցով, որ ձեռնոցը չի։ Ну, более комфортно. Чашки. Танки вespora.
կարտոֆիլն էլ կտրատեց վերջացրեց, հիմա սոուս է ուզում պատրաստել կարտոֆիլի համար, լցրեց մի քիչ կարմիր պղպեղ, բուսայուղ և աղ։ Լավ ձեռքով խառնում է, որ ավելացնի այս սոուսին կարտոֆիլները։ Չի վառվի։ Վրան չի վառվի։ Մի 5 րոպե կթողնի խառնելուց հետո կարտոֆիլը սոուսի մեջ, որպեսզի համեմվեն իրար, համեղ լինի։ Կարտոֆիլին ավելացրեց մի փոքր չորացրած ռեհան, սիրելիներս, և ծիտրոն։ Իսկ հիմա սկսում է շարել։ Սիրելիներս, մինչ որդիս կշարի միսը, ուզում եմ ձեզ հետ խոսել մի փոքր ընտանիքի մասին։ Ընտանիքը դա հարստությունն է, իսկ մեր երեխաները սերն ու ջերմությունը։ Թող յուրաքանչյուրիս ընտանիքում լինի Աստծո սերը և օրհնությունը, իսկ երեխաները լինեն առողջ ու երջանիկ։ Պահենք, պահպանենք մեր ընտանեկան երջանկությունը։ Առանց սիրո, երջանկությամբ ընտանիք չի կառուցվում, սիրելիներս։ Թող ընտանիքում հարսկիսուր հարաբերություն չլինի, թող լինի մայր և դուստր հարաբերություն, թող մեկս մեկին սիրենք, հարգենք, որպեսզի առողջ ընտանիք ունենանք, որպեսզի ընտանիքի անդորրը խաղաղ լինի։ Եթե ընտանիքում չկա սեր, իրար հանդեպ հարգանք, այդ ընտանիքը շուտ է փլուզվում, բայց ամուր ընտանիքի համար պետք է մեկս մեկին սիրենք, հարգենք, մեկս մեկին լսենք և առաջնորդվենք Աստծո բարությամբ և սիրով։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, թող ձեր սրտերում միշտ լինի արև, որ ջերմացնի ձեզ, սեր, որ սիրով լցվեք, բարություն, որ բարություն փոխանցեք բոլորին։ Այսքանը, սիրելիներս, իսկ հիմա որդիս արդեն միսը ավարտեց, ուզում է կարտոֆիլը շարել։ Շնորհակալ եմ Աստված, որ ինձ մենակ չես թողել, որքան էլ որ ճանապարհս դժվար է եղել։ Շնորհակալ եմ ճանապարհիս վերջում տեսել եմ քո մեկնած ձեռքը ու քայլել եմ նորից առաջ։ Շնորհակալ եմ քեզ դիմելիս ես միայն ուզում եմ ասել շնորհակալ եմ Տեր ջան։ Աստծո լույսը թող լինի յուրաքանչյուրիս սրտում
եւ ընտանիքում։ Ամեն։ Սիրելիներս, ամեն օր պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն մեր ամեն բացվող առավոտի համար։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Ամեն։ Գիտեք ու ամեն օր նոր խոսք եմ ստանում։ Երբ որ Աստվածաշունչը կարդում եմ, ասում եմ, ես չեմ ուզում հայտնության գրքեր կարդամ, ես չեմ ուզում որևէ բացատրական գրքեր կարդամ, ես ուզում եմ հենց անձամբ դիմել հետ խոսալ։ Ու գիտեք ինչքան հատվածներ կար, որ Աստված գալիս է երազից մեջ բացատրում։ Որոշեցի, որ Տիրոջը պիտի ծառայեմ։ 2020 թվականին ասում եմ, որ ուզում եմ ծառայեմ, բայց վախենում եմ։ Երազից Հիսուս եկա։ Ամբողջ խաչելությունը ցույց տվեց, ամբողջ երկրագունդը ցույց տվեց։ Հարգելիներս, սիրելիներս, Աստծո խոսքը լսելուց շատ հանգստություն ես ապրում, հոգիդ խաղաղ, հանգիստ, օրդ ուրախ, հանգիստ ես անցկացնում։ Իմ լավ բարեկամներ, առանց Աստծո կյանքը ունայն է եւ դատարկ։ Եթե երկրորդ գլուխը կարդաք այդ դժվարությունների մեջ, երբ որ Շարեց, վերջացրեց, միսն էլ կարտոֆիլն էլ հիմա աղ է ցանում, մսի վրա խոշոր աղ է օգտագործում։ առակը վերջանում է, որ ինձ հետ գնաց այսօր։ Աստված մինչև նա մեր դաշնակը գնաց այսօր Խորովածը արդեն պատրաստ է կրակին դնելու համար։ Ձայն պատճառով բավականին ժամանակ խորոված չէինք արել, սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշեց որդիս, որ խորոված պատրաստի։ Դուք էլ համեցեք իր հետ Անուշանը։ Ձեռով արա մեր բաժանորդներին, սիրելիներս, որդուս անունը Նորայր է։ Սիրով ձեզ բարևում է։ Գիտեք, որ սիրելիներս, ամեն մանրուք կիսվում եմ ձեզ հետ, իմ առօրյան եմ ցույց տալիս ձեզ։ Ձեզ տիկին Մարինեն շատ սիրում է, դուք էլ սիրում եք տիկին Մարինեին։ Այսօր շատ տաք է եղանակը, +3, ձյունը հալվում է և տանիքից կատկթոցների ձայնը լսվում է։ Անուշ համով հոտով խորովածը պատրաստ է, որդիս քաշում է թասի մեջ, որ գնանք ներս և Անուշ անենք։ Համեցեք, սիրելիներս, բոլորիդ, ի սրտե հրավիրում եմ խորոված ուտելու։ Համեցեք։ Սիրելիներս, այսօր չէ որ սիրո տոնն է, ես մաղթում եմ բոլորիդ միշտ սիրո մեջ մնաք,
Միշտ ուրախ լինեք, օրհնված լինեք, երջանիկ լինեք, վայելեք կյանքը և կյանքի բոլոր օրերը։ Առողջություն, հաջողություն, երջանկություն եմ բոլորիդ ցանկանում։ Սիրելիներս, համեցեք միասին վայելենք այս գեղեցիկ օրվա կապակցությամբ արված խորովածը։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ էլ սիրում ենք։ Մեր դռները բաց են բոլորի համար։ Համեցեք։ Խորովածը եփեց, վերջացավ, կրակն էլ բավականին մնացել է, տեսնում եք, բերենք ջուր լցնենք, որ հանգնի։ Վերջ սիրելիներս, եկեք, համեցեք, գնացինք միասին վայելելու։ Սեղանը արդեն պատրաստ է, սիրելիներս, դե ինչ մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։